Ելենա Արշակյանի «Մարիա» սերիալի նկարահանումները շարունակվում են, մեր կողմից սիրված դերասաններն էլ շարունակում են մարմնավորել մեզ արդեն հայտնի դրական ու բացասական կերպարները։ «Մարիա» սերիալում իրադարձությունները հասել են կրիտիկական կետի։ Դավիթի ու Մարիայի հարաբերությունները կարծես անդառնալիորեն փլուզվել են։ Մարիան խորապես վիրավորված Դավիթի անտարբերությունից ու մեծամտությունից հանկարծ որոշում է դիմել ամենաարմատական քայլին, կանչում է Ռաֆին ու նրա ընտանիքին իրենց տուն, որպեսզի միասին որոշեն հարսանիքի օրը։ Այս քայլը շշմեցնում է նույնիսկ Ռուբենին, ով առաջիններից է զգում, որ սա իրական սեր չէ, այլ ցավից ու հիասթափությունից ծնված հուսահատ որոշում։ Նա փորձում է բացատրել Մարիային, որ հարկավոր չէ Դավիթից նեղանալով ուրիշի հետ կապվել, բայց Մարիան պնդում է իր որոշումը վերջնական է։ Սակայն հենց այդ պահին ամեն ինչ փոխվում է։ Դավիթն, ով ի սկզբանե չէր հասկացել իր սխալների ողջ խորությունը, լսում է Լիլիթի ու Աբուլի խոսակցությունը, իմանում Մարիայի որոշման մասին ու գիտակցում, որ եթե հիմա ոչինչ չանի, կկորցնի Մարիային ընդմիշտ։ Նա գալիս է Մարիայի մոտ, բայց ոչ սովորական զրույցի համար, նա գալիս է պայքարելու, ապացուցելու, որ Մարիան դեռ նրա սրտում է միակն ու անկրկնելին։ Եվ ինչպես վկայում են կադրերը, նրանք հավանաբար կհեռանան միասին, փախչելով ոչ միայն Ռաֆի պլաններից, այլև նրանց բաժանող բոլոր խոչընդոտներից։ Սա Ռաֆի համար կլինի երկրորդ ծանր հարվածը՝ կրկին մերժվել Մարիայի կողմից, այն էլ հենց հարսանիքից առաջ։ Ու եթե առաջին անգամ Ռաֆը փորձեց ընդունել այդ մերժումը, այս անգամ նրա վրեժը կլինի ամենախիստն ու կործանիչը։ Նա հասկանում է, որ այս ամենում մեղավոր է ոչ միայն Դավիթը, այլ նաև Նոնան, ով որպես իսկական մայր կանգնել է Մարիայի կողքին ու օգնել նրան այս որոշման կայացման ճանապարհին։ Հնարավոր է, որ Ռաֆի չարությունը հասնի գագաթնակետին, նա կդառնա վտանգավոր ու անկանխատեսելի։ Շրջանառվում են վարկածներ, որ Ռաֆը կարող է վնասել Նոնային, վիրավորել կամ նույնիսկ սպանել նրան, վախեցած սեփական պարտությունից ու զգացմունքների վերահսկողության բացակայությունից։ Սցենարիստները կարծես մեզ մոտեցնում են սերիալի ամենաանհավանական շրջադարձերից մեկին, ով կհաղթի այս սիրո մարտում, ինչպես կավարտվի Մարիայի պատմությունը՝ սիրո հաղթանակով, թե ողբերգությամբ։ Սպասում ենք շարունակությանը, քանի որ ամեն պահ կարող է ամեն ինչ փոխել։ Դավիթը եկել է Մարիայի մոտ, գուցե վերջին անգամ խոսելու, գուցե պարզապես տեսնելու նրա աչքերի խորքում դեռ մնացած սերը։ Բախումը լինելու է հզոր, բառեր, լռություն, արցունքներ։ Բայց այս անգամ Դավիթը պատրաստ է պայքարել, չի կարող թողնել, որ սերն իրենը չլինի։ Համոզված կարող ենք ասել, որ սերիալը գնում է իր սուր ու հուզիչ հանգուցալուծման ճանապարհով, իսկ ամենակարևորը՝ սիրո հաղթանակը հնարավոր կլինի միայն, եթե հերոսները կարողանան ներել, հասկանալ ու ընդունել միմյանց։ Դե ինչ կբացահայտվեն այս և այլ շատ հետաքրքիր գաղտնիքներ, չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի դիտեք ամենահետաքրքիր կադրից դուրս իրավիճակները, որոնք արված են նկարահանման հրապարակում, և իհարկե տեղեկանաք նոր սերիալների, սերիալներում կատարվող փոփոխությունների, շոու-բիզնեսյան անցուդարձի մասին և ոչ միայն։ Նշենք, որ հեռուստասերիալում ամենահետաքրքիր շրջադարձերը առջևում են, այնպես որ միացեք մեր ալիքին, բացահայտենք միասին։ Չմոռանաք նաև տեսանյութի մեկնաբանությունների դաշտում անպայման գրել, թե որ դերասանին կամ կերպարին եք սիրում այս հեռուստասերիալում և որ դերասանի կամ կերպարի մասին կցանկանայիք ավելին իմանալ։ Նշենք, որ Ռուբենն որպես իսկական հայր ամեն գնով կանգնած է իր դստեր կողքին, և նա ցանկանում էր փրկել, պայքարել Մարիայի համար, սակայն Մարիան այս անգամ էլ ընդդիմացավ և նշեց, որ իր որոշումը վերջնական է։ Ռուբենը հասկանում է, որ Մարիան խաղում է իր կյանքի հետ և փորձում է ամեն ինչ անել, որպեսզի Մարիան հետ կանգնի իր որոշումից։ Ռուբենը շատ լավ գիտի ու հասկանում է, թե ով է Ռաֆը և ով է Դավիթը։ Նա նույնիսկ խնդրում է, որպեսզի կանգ առնի ու մտածի, որ նույնիսկ Ռաֆի հայրը Աշոտը ներկա չէ այդ ամենի որոշմանը և պետք է որոշակի ժամանակ, որպեսզի գոնե նա վերադառնա։ Նրանք ցանկանում էին ժամանակ շահել, բայց Մարիան անդրդվելի է, իսկ Ռաֆը շտապում է։ Այնուհետև Ռաֆը պարզում է, որ Նոնան ոչ մի հարևանի հետ էլ չի հանդիպել, այլ Դավիթն է եկել, իսկ այդ ամենը Ռաֆի ներսում հնարավոր չէ առանց արձագանք մնա։
Բնականաբար Ռաֆը փորձելու է վնասել Նոնային, հասկանալով, որ հենց Նոնան է եղել մեղավորը, որ Մարիան հեռացել է։ Ավելին, Ռաֆը համագործակցելով չարագործների հետ նրան ուղարկում է Դավիթի մոր մոտ, սակայն Դավիթի մայրն արդեն մի քանի անգամ բանտ նստած ու դուրս եկած է, բնականաբար նա ոչ մի սպառնալիքներից չի վախենում, իսկ տղամարդը Ռաֆին ասում է, որ եթե իր հետ ինչ-որ բան պատահի, ապա նա ոստիկանությանը կհաղորդի, որ հենց Ռաֆն է այդ կնոջ անունն ու հասցեն նշել, իսկ Ռաֆը կանգ առնել չի պատրաստվում, նա փորձում է վնասել բոլորին, բայց ինչպես յուրաքանչյուր պատմության ավարտին, չարագործները մի օր պատժվելու են։ Արդյոք պատժվելու են զոհի գնով, թե իրենք որոշելու են խելքի գան, ցույց կտա ժամանակը։ Ռաֆը դեռ ունի կատարած չարագործություններ, որի համար կհասցնի պատասխան տալ։ Ինչ եք կարծում, Ռաֆը կվնասի Նոնային, թե ոչ։ Գրեք ձեր կարծիքները։